Կտեղեկացնեք այսօր կոնկրետ որ օբյեկտներն են քանդվելու, ինչ հիմքով, ինչի համար եւ քաղաքացիները, քանի որ այսպես բուրն արձագանքեցին, տեղեկացված են եղել, որ պիտի քանդեն թե ոչ։ Այո, քաղաքացիները տեղեկացված են եղել, իրենց նախապես զգուշացել ենք, որ քանդվելու է, քանի որ տվյալ շինությունները կառուցվել է ժամանակին համայնքային հողի վրա։ Նախապես զգուշացել ենք, որպեսզի մարդիկ իրենց ներսի գույքը կարողանան դուրս բերել, բայց հրաժարվել են գույքը հետ բերելուց։ Այս պահին փորձել ենք մենք էլ օժանդակենք մեր անձնակազմով հնարավորինս իրենց եղածը պահպանելու համար։ Քանդման որոշումը Երևանի քաղաքապետի քանդման որոշումը դուրս եկել, տարածք օգտագործողները ժամանակին դիմել են, որ սա օրինականացնեն, դրան համապատասխան մերժում է եղել եւ քաղաքապետի քանդման որոշումը դուրս եկել։ Իրանց բազմիցս հրաժարվել է, որ իրանք իրենց ձեռքով ապամոնտաժեն, բայց հրաժարվել են անելուց, ինչից հետո քաղաքապետի որոշման համաձայն մենք իրականացնում ենք տվյալ ապամոնտաժումը։ Իսկ ասեք վուլկանացման կետը, այս մյուսը ինչ օբյեկտ է։ Վուլկանացման կետի մասին չի խոսքը, այս տվյալ շինության մասին է խոսքը եւ այս ամբողջը օգտագործում եմ իրանց։ Ըստ հանրային օբյեկտներ է, ըստ մեր տեղեկատվության սա տենց կոֆեի կետ է, տենց սրճարանի նման, այն չենք տիրապետում, այն մասամբ աշխատել է, մասամբ չէ, ինչ որ տենց իրանց տիրապետման տակ է ուղղակի եղել։ Հիմա ամբողջը վերադարձնում ենք Երևան համայնքին, քանի որ սա բոլորի հողն է։ Այստեղ այլ օբյեկտներ չեն կառուցվի։ Ոչ, կենտրոն վարչական շրջանում այսօրվա դրությամբ էլ չունենք քանդումներ։ Սարյան փողոցում ուրիշ շինություններ քանդվելու են, թե ոչ առաջ։ Այս պահին դժվար է հստակ ասեմ, որովհետև շարունակական բնույթ են կրում, երբ որ հայտնաբերվում են ինքնակամ շինություններ, բոլորը քանդվում է, անկախ վարչական շրջանից։ Վուլկանացումը դրա տակ չի մտնում այդ կետը։ Այս պահին չկա, քաղաքապետի որոշման մեջ հենց հիմա թղթերն են ուսումնասիրում կրկին, դատական թղթեր էին ներկայացնում, հիմա այդ պրոցեսն ենք հասկանում, որ հասկանանք վուլկանացումն էլ է քանդվելու թե չէ, բայց այս պահին չենք կարողանալու, որովհետև քաղաքապետի որոշում չկա այդ տվյալ օբյեկտի վրա։ Շնորհակալ եմ։